փոքր վկայեմ իմ կյանքից, թե Տեր ինչ հրաշքներ արել իմ կյանքում։ Հավատում ես, որ Տերը կենդանի է եւ այստեղ է։ Փառք Հիսուսին, փառք մեր Տիրոջ։ Իմ անունը Ռաֆիկ է, ես Ջերմուկ քաղաքից եմ, ծնվել եմ Ջերմուկ քաղաքում, 45 տարեկան եմ։ 16 տարեկանում ինձ Տերը կանչել է ինչ-որ մեկի միջոցով, դե այն վաղ այդքան էլ չէի հասկանում ինչ է հավատքը։ Եվ ես ընտրեցի աշխարհը, սիրեցի մեղքը։ Եվ բավականին երկար տարիներ հանցագործ կյանքով եմ ապրել, երկար տարիներ բանտերում եմ անցկացրել։ 2008 թվականին Գորիսբերդում հանդիպել եմ Հիսուսին։ Եվ Տերը ինձ ազատագրել է, Տերը իմ մեղքերից, մի խոսքով ես տեսել եմ, որ մարդը բանտ մտնի, չծխող, չխմող, բայց ընդից դուրս գա ծխող, խմող, նարկոման, բայց իմ մոտ հակառակն է եղել։ Տերը կարում է քո բանտի մեջ քեզ ազատագրի մեղքից, ամեն, փառավորվի ինքը։ Եվ շարունակելով ծառայել եմ Տիրոջը բավականին երկար տարիներ, առողջական խնդիր եմ ունեցել, մահացու, ու գնացել եմ Եվրոպա բուժվելու, Ֆրանսիա։ Եվ այնտեղ բուժվելուց նորից ծառայություն եմ ունեցել Տիրոջ տանը մեջ, չեմ շեշտում ծառայություն եմ ունեցել, որովհետև շատ կարևոր է, ժողովուրդ ջան։ Ծառայող եմ ել, թե բեմի, թե խմբի։ Եվ հետո ընկել եմ։ Ես խմիչքի մեջ ուխտ եմ ունեցել Տիրոջ հետ, որ ընդհանրապես չպետք է խմեմ։ Խմիչքից սեր եմ ունեցել։ Դե խմիչքն էլ որ քո կյանքի մեջ կա, իմացի ամեն մեղքը դրա հետ կա։ Մի պուճուր բանա չենք մենք ասում ֆրանսերեն էդի, սենց լիմոնադի պես բանա մի պուճուր մեջը պիվի խառնուրդ կա ինքը։ Գիտես ինքը պուճուր բան է 250 գրամանոց, բայց մեծ դուր դեպի դժոխք։ Ինձ իմ ընկեր առաջարկում է, ես վերցնում խմում եմ, ու իմ ուխտը Տիրոջ հետ ոնց եմ ասես խափանվում է, փշրվում է։ Նորից 7 անգամ ավելի գեշ հայտնում եմ մեղքերի մեջ։ Եվ Ֆրանսիայից գալիս եմ ստեղ, ունեմ ընտանիք, ունեմ հրաշալի երեխեք, ինչ-որ բան անելու ես գալիս եմ ստեղ ավելի ու ավելի շատ եմ գնում դեպի անդուն, դեպի դժոխք։ Եվ այս վերջերում վատանալուց հետո Միքայելյան հիվանդանոցում եմ պարկում, կարծես թե դե շատ մարդիկ գիտեն, որ մահանում եմ, իրոք տենց էլ կար, բայց մի գիշեր, մի 4 ամիս առաջ, ես 4 ամիս արդեն 5-րդ ամիսն է, որ վերականգնողական կենտրոնում եմ, Տիրոջը խնդրելուց դուռա բացում դեպի վերականգնողական կենտրոն, եւ առավոտը հանդիպում եմ Էդիկ աղբորը, գնում եմ Մերձավան վերականգնողական կենտրոն, այնտեղ ավելի խտացված ծառայությունները, ավելի առանձնացված ենք Տիրոջ համար, եւ փառավորվի Տեր իմ ուխտը վերականգնվում է։ Նորից Տիրոջ ողորմությունը գալիս է, նորից էլի Տիրոջ այն որ սրբը մաքրում է, ժողովուրդ ջան։ Իմ կոչը մի բան է, ես Տիրոջից ներողություն եմ խնդրել, զղջացել եմ իմ մեղքերի համար, իմ առաջ չարածի համար։ Փառավորվի ինքը, որ ստե կանք, կանգնած ենք, դա իր շնորհքն է, դա մեզանից չի։ Մեզանից է համաձայնվել մեղքից հրաժարվելը եւ դեպի Տերը, դեպի վեմը մոտենալը։ Եվ մի հատ կոչ, եթե թույլ տաք։ Եթե ձեր տների մեջ կա ինչ-որ մեկը, որ մեր նման կյանք անցնեմ, բռնված է ինչ-որ խմիչքից, նարկոտիկից, իմ կոչն է, հույս կա եւ այդ հույսը Տերն է։ Եվ վերականգնողական կենտրոնը, որ Տերը մենք վերջի կանգառ ենք, ասում ճիշտն ասած, վերականգնողական կենտրոնին, բայց ես ասում եմ այդ վերջի կանգառում, եթե դու հավատում ես Տիրոջը, ինչ որ բանի սկիզբ է։ Ամեն։ Ամեն, Աստված շատ օրհնի։ Վերականգնողական կենտրոնի դռները բաց է դեպի Տերը գալու։ Տերը օրհնի ձեզ։